ամեն ազգից կարող է հավատացյալ լինել իր եկեղեցու մեջ մասնակցել։ Ամեն ով որ հավատա կփրկվի։ Ամեն ով որը սրանք բոլոր ժամանակներում բոլոր ժողովուրդներից եղող տարբեր ցեղերին պատկանող մարդիկ, ոչ թե ամեն յուրաքանչյուր անհատ մարդկանց նկատմամբ կարող ենք ասել, թե ուխտը պաշտոնական և պարտադրական համաձայնություն է։ Ինչպես ասեցի, որ երկու և ավելի մարդիկ ներդրվում են որոշ առանձնաշնորհումներով և հատուկ պարտականություններով և հաշվետվությամբ։ Երբ մարդկանց մեջ է լինում ուխտը, մարդիկ հավասար արժանապատվությամբ են մոտենում, ինչպես օրինակ ամուսնության պարագայում։ Բայց երբ Աստծո և մարդու միջև է ուխտը, մարդ և Աստված նույն աստիճանի չեն, նույն արժանապատվության աստիճանի չեն, Աստված միշտ բարձր մարդուց անսահման կերպով, ուրեմն մեր ուխտը Աստծո հանդեպ այդպիսին է, սակարկելի չէ ուխտի պայմանները Աստծո։ Սա ցույց է տալիս, ինչպես Լուի Բրքհաֆն է գրում, թե Աստված բացարձակապես գերիշխան է մարդու հետ իր վարմունքի մեջ և մնում է անմեղ, արդար և անսխալ։ Եվ կատարյալ իրավունք ունի հեղինակելու անպայմանները, որոնց մարդը պիտի լրացնի, որպեսզի կարողանա Աստծո հաճությունը վայելել։ Աստված պարտադրում է, պահանջում է, որովհետև նա սուրբ է, նրա տեսանկյունը, նրա կանգնած վիճակը մեր վիճակից բարձր է։ Ուրեմն Աստվածաշնչի մեջ տեսնում ենք շատ օրինակներ, որ Աստված իր ժողովրդի հետ ուխտ է հաստատում։ Առնենք մի օրինակ։ 10 պատվիրանները սկսում են մի ներածականով, դարձեք Ելից 20-րդ գլուխ։ Գիտենք, որ Ելից 20-րդ գլխի մեջ երրորդ համարից Աստված տվավ 10 պատվիրաններ, բայց նախքան երրորդ համարը կա երկրորդ համար, այնտեղ կա մի ներածական, introduction, և այդ ներածականը շատ կարևոր է, ներկայացնում է Աստուծո ով լինելը և պատմական նախաբան է տալիս։ Տեսեք, ասում է, և Աստված այս բոլոր խոսքերը խոսեց ասել, ինչ ասեց Աստված։ Մի անգամից չասեց պատվիրան թիվ 1, առաջ ասեց, ես եմ Յահվե, քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայության տնիցը հանեցի։ Ինչու ասում է։ Ինչ է ուզում ասել։ Ուզում է հիշեցնել, որ տես, ես եմ քո Աստվածը, ես ու դու ուխտի մեջ ենք։ Ես Աստված եմ, դու մարդ ես, տեղը պիտի լավ հասկանաս, իմ տեղս է պիտի լավ հասկանաս, նույն տեղից չենք խոսում, հավասար տեղից չենք խոսում իրարով, ես եմ քո Աստվածը, և պատմական է տալիս, փաստացիորեն հիշեցնում է, որ հիշում ես, որ ես էի, որ քեզ Եգիպտոսի ծառայության տնիցը հանեցի, ուրեմն դու ինձ պարտական ես, դու պարտված մեղքի տան մեջ էիր, ծառայության մեջ էիր, քեզ բռնադատում էին օրնիկում, աղաղակում էիր ինձ, ով հանեցես, ես հանեցես, ուրեմն ես եմ քո Աստվածը։ Սա ուխտի պայմանադրությունները հստակացնում է, ուխտավորներին իրենց տեղն է կարգում, հետո տալիս է 10 պատվիրաններ, օրենքներ 3-ից 17-րդ համարում, հետո հետևում է Աստծո ուխտի հարկագրությունը և այս հարկագրությունը տարբեր զանազան հատվածներում ենք տեսնում, օրինակի համար ամենապարզ մասերից մեկը երկրորդ օրինաց 28-րդ գլուխն է, թե ինչ պիտի անեն այդ տրված պատվերներով, երկրորդ օրինաց 28 Առաջին 14 համարներում թե կարդակ, կտեսնեք։ Եվ սկսվում է, եթե քո Յահվե Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, որոնք ես
այսօր քեզ պատվիրում եմ, քո Յահվե Աստվածն էլ քեզ երկրից բոլոր ազգերից գերազանց կանե, եւ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան, քեզ կհասնեն, եթե քո Յահվե Աստծո ձայնին լսես։ Տեսնում եք, պատվիրան տալիս է եւ ծրարում է նույն նախադասությամբ, եթե քո Յահվե Աստծո ձայնին լսես, սկզբում ասում է, վերջավորության էլ ասում է, փախչելու տեղ չկա։ Սա ուխտային լեզու է, եւ իմ տակարանը լեցուն է այսպես ուխտային։ Եթե հետևես կապրես, եթե մերժես կներվես, շրջանայիններ եւ ազատ կամքի հավատացողներ, տես Աստված քեզ choice է տալիս։ Չէ, Աստված choice չի տալիս, Աստված ուխտն է հիշեցնում մեզ։ Հենց այն առաջնա ուխտն է որ հիշեցնում, մեզ որտեղ մենք այդ անելու կարողությունը չունենք anyway, ուրեմն երբ որ մեզ պատեժի, նա պետք է արտար լինի։ Դրա համար է ուխտը, որ մենք հիշենք ուխտը։ Գիտեք մենք ինչու ենք սա հավատում, համոստացածներից։ Գիտեք սուրը, ավելորդ ծանրություն է։ Այդքանը ծանր չի, բայց էլի եմ ասում եմ, կպնում եմ մատի։ Բայց ինչու ենք այդ ներության համբերում և այդքան էլ արժեքավորում։ Սա ուխտի նշան։ Երբ որ ճամբորդում եմ և մենակ եմ, ուզում եմ տիկնոջս հիշել, ուխտս միջ հիշել, ձերքս դեպն վրա, սա ժամանակ հիշում եմ, որ ես մոստացած եմ ինձ սպասող կին ունեմ ես, իր անունս տեղ որագրված է չէ։ Խարդում եմ, զորանում եմ, հանգստանում եմ, հուսադրվում եմ։ Ուխտովս ուրախանում եմ, ուխտին հավատարմությանպես նորոգվում եմ, փորձությունից հեռու եմ մնում, օրհնություն եմ վայելում խոսքով, նույնն է աստվածանունպես, հինգտակարան մեջ, և ասում է, եթե հնազանդես կապրես, եթե չհնազանդես կներնես, մեզ ապշեն չի տալիս, որ հնազանդենք կամ չհնազանդենք, մեզ մեր ընտրության չի թողնում, ուխտի վարդապետությունն է մեզ հիշեցնում, որ տես, ահա երկու ձև կա։ Հիմա դու որ կանես, դա տարբեր է։ Հետո իմանում ենք, որ մենք որ կանենք։ Արդյոք Իսրայել ժողովուրդը արեց իր ուխտի համաձայն։ Ոչ մեկը չարեց։ Մարդը այդպես է, որտեղ ընկած վարակում, չի կարող իր ուխտի պայմանները կատարելապես կարտի և նի։ Դրա համար մենք ուրիշ ուխտավորի կարիք ունենք։ Փոխանորդական ուխտավորի կարիք ունենք։ Դրա համար Հիսուսի մահը և կյանքը, ապրած կյանքը և նրա մահը և հարություն մեզ համար փոխանորդաբար, փոխանականաբար ազդեցիկ է դառնում մեզ։ Ինչու, որտեղ ուխտավոր է, ուխտի մեջ choice չունենք։ Ուրեմն դրա համար է, երբ որ Աստծո և մարդկանց միջև եղած ուխտը դրժվում է և դրժվեց Ադամի և Եվայի անկումով, այս ուխտը մահու և կենաց ուխտ, այսինքն մահի և կյանքի է։ Այսինքն ուխտը, պահողը կյանք կվայելեր, ուխտը, դրժողը ինչ լիներ, մահ պիտի տեղի ունենար, որպեսզի այդ ուխտի դրժումը արտարացվեր, պատիժը լրացվեր, պատիժը վճարվեր։ Այդ դրա համար Հիսուս մեկը։ Դրա համար Հիսուս ասաց, ես եկա, որ կյանքը կատարե։ Ինձ ուղարկողի կյանքը, որպեսզի իր կյանքը մեղավորների համար զոհ այս ուխտը պիտի կատարի։ Ուխտային աստվածաբանությունը փրկության պատգամի հասկացողության համար վերակազմիչների և բարեկարգյալ հավատացյալների մտքից հղացված մի կարգավորություն չի, այլ Աստծո խոսքի մեջ եղող ճշմարտությունների կարգավորված դիտարկում է։ Ոմանք մեզ պախարակում են, թե դուք ձեր խելքից եք հնարեցնում, չէ՞ մենք խելքի չենք նա։ Սա հետև հաստամարները հետո կտան ձեզ։ Ուխտային աստվածաբանությունը խիստ կարևոր է, որպեսզի Աստվածաշնչի ամբողջ կազմությունը, թե հին և թե նոր կտակարանները ուղիղ հասկանան և իրարու հետ առնչությունը հասկանան, թե ինչ կապ ունի
Աստվածը տարբեր էր 5 տականից։ 5 տականում Աստված բրուտ է, դաժան է, չոր է, կոպիտ է, սպանող է, բայց Հիսուսով Աստված տարբեր իր կողմը ցույց է տալիս։ Ուրեմն ինչ, հին ուխտի մեջ Աստված մի տեսակ էր վարվում, նոր ուխտի մեջ ուրիշ տեսակ։ Այդ Աստծուն փոփոխական է դարձնում։ Չի կարող այդպես լինել։ Ուրեմն այդ ուղիղ չի այդ մտածել ակերպել։ Ուրեմն շատ կարևոր է հասկանալ, երբ ուզում ենք մեր փրկության արժեքը իմանալ, երբ ուզում ենք հասկանալ, թե ինչպես եղավ, որ ես փրկվեցի։ Ինչ քայլերից անցանք, ինչ հանգրվաններից անցանք, որ ես փրկվեցի եւ ինչպես եմ ես կարող վստահ լինել, որ ես փրկված եմ։ Կարևոր է հասկանալ այս ուխտի պատկերությունը։ Եթե փրկությունը լիներ միայն համաձայնագրություն, մարդու էլ մեղավոր մարդու ազատ կամքի հիման, այն ժամանակ ուխտը իմաստ չէր ունենում, եւ մեր փրկությունը մեծ արձագանի տակ կլիներ, եւ ամեն մի փոքր անցանք մեզ երկնքից հեռու պիտի պատեր եւ դժոխքի բաժին կտած։ Սա մեր փրկության վստահությունը ոտնաբող անուն տակն վրա է։ Սա անհնար է։ Ուրեմն մեծ վտանգ կա, եթե այս ուխտային վարդագրություն չհասկանանք եւ ըստ այն չմեկնաբանենք Աստծո։ Այստեղ կան պետք է։ Գիտեմ, որ սա նախնական է, նախավան է, բայց Տերը կամի հաջորդ ամիսների մեջ պիտի մանրամասն մտնենք ուխտային վարդագրության մեջ եւ պիտի սերտենք։ Միայն ապա 20-ը, որ երբ որ դուք կարդում եք ձեր Աստվածաշունչը, մանավանդ հին ուխտի 5 տականի բաժինները, կարդաք տեսնելով ուխտը, նկատելով այս ուխտերի մեջ եղող անձերը վերջնականապես բոլորը մատնանշում են նոր ուխտին։ Դրա համար երբ որ հաղորդության սեղանին նստում ենք, կարդում ենք եւ Տերն աղավ կավատի եւ ասեց այս է նոր ուխտի աշակերտը։ Ինչ երախնակություն։ Ուխտին էր աղավը։ Այն բոլոր եւ իր շուրջը նստողները հрьяաներ են, հիշում եք այն օրը որ ինքը նստեց, հայերը չկային այդ բերանը։ Նրանց հիշեցնում է որ տես, հիշում եք մեր պապ Դավիթը, մեր պապ Մովսեսը, մեր պապ չգիտեմ ով էս բոլոր, այս է նոր ինձ։ Այս բոլորը եղել են ինձ են տվել, ինձ են ցուցադրում, ինձ են մատնանշում, ուրեմն սա նոր ուխտ է, այն հին ուխտը չի։ Մովսեսի պատվիրանների ծիսական եւ պետական պարտադրությունները ինձ մոտ բոլորը եղել են։ Ես արել եմ այդ բոլոր ուխտի պարտականությունները, որ դուք պիտի անեք եւ չէի կարող եք անել։ Դրա համար դատապարտված պիտի մնաք։ Դրա համար է որ ինձ հավատացողը այլևս չի դատապարտվել։ Ինչու որ ես ուխտի բոլոր արարքները կան։ Հիսուսին հարցրեցին. ինչու է այսպես։ Ինչու ես այս անում։ Ինչ է նրա ընդհանուր պատասխանը, որպեսզի գրքերը կատարեն։ Որպեսզի գրքերը, այսինքն ինչ։ Այսինքն որպեսզի Աստծո օրենքը իմ արարքով կատարվի, որպեսզի ես կատարյալ մարդ լինեմ այն Ադամը, որ Ադամը չկարողացավ անել։ Անեմ այնինչ, որ Ադամը պետք է աներ, ես պիտի անեմ։ Ես լինեմ ձեր դաշնային գլուխը, դրա համար է որ ամեն նրա մեջ եղողը Ամեն։ Ոսենք շատ